Շատ շնորհակալություն, իսկապես Անտոնիո, բարի օր, իսկապես շատ հաճելի է այստեղ լինել ձեր գեղեցիկ մայրաքաղաքում, պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին, իսկապես բավականին ջերմ ողջույնի հյուրընկալման համար, շատ երաժշտական գագաթնաժողով է կարելի է ասել, դուք կարողացաք ցուցադրել Հայաստանի երաժշտության, երաժշտական մշակույթի գոհարները, հրաշալի սնունդը, 6 ամիս ժամանակ ունեք, այո, պատրաստվելու, այդ թվում նաև ԱԹՍ-ների շոուն կազմակերպելու համար, իսկապես բազմաթիվ տաղանդների ցուցադրություն է եւ ես պետք է այս պահին փորձեմ հասկանալ, թե այս պահից մինչև նոյեմբեր ինչպես եմ կարողանալու նույն կերպ կազմակերպել այդ միջոցառումը։ Մենք իհարկե ելույթներից հասկացանք, թե որքան ազդեցիկ է խաղաղակերտ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, քննարկեցինք դա եւ Իռլանդիայի մի դեպք հակամարտություն նույնպես եղել է եւ այդ թվում 30 տարի առաջ եւ ճանապարհ է հարթվել հակամարտության պատճառով նոր աշխատավոճ որդեգրելու, ինչը եւս մեկ անգամ ընդգծել է ուժեղ առաջնորդ ունենալու անհրաժեշտությունը եւ այս մասին խոսվեց նաեւ Ադրբեջանի նախագահի ելույթում։ ԵՔ-ի գագաթնաժողովն այսօր մեծ շեշտ է դրել ապագա կառուցելու միասնականություն, կայունություն Եվրոպայում ընդգծվել է այդ թվում բազմաթիվ առաջնորդների կողմից եվրոպական եւ Կանադայի վարչապետը ընդգծեց ԵՔ-ի առանձնահատուկ արժեքը եւ կենսական նշանակությունը բոլորիս համար։ Մենք խոսեցինք, որ միջազգային անվտանգային իրավիճակը գնալով քայքայվում է, հիբրիդային կամ խառնածին սպառնալիքներ են առաջանում, որոնք լուրջ վտանգ են մեզ համար, լսեցինք նախագահ Զելենսկու ելույթում այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է Ուկրաինայի ժողովուրդը ռուսական ագրեսիայի հետևանքով, քննարկեցինք Մերձավոր Արևելքում հակամարտությունը, էներգետիկ խնդիրները եւ հակամարտության հետևանքները սովորական մարդկանց կյանքի վրա նաև քննարկեցինք, թե ինչպես պետք է նվազեցնենք մեր կախվածությունը եւ ամրապնդենք դիմակայունությունը, որպեսզի կարողանանք դիմադրել համաշխարհային խժդժություններին եւ անհանգստություններին։ Ակնհայտ է, որ ԵՔ-ն նոր իմաստ է ձեռք բերում, մի հարթակ է դառնում, որտեղ կարող ենք կիսվել փորձով։ Ներկայիս էներգետիկ ճգնաժամը եւս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է մեր էներգետիկ կապերը խորացնել, ներդրումներ իրականացնելով փոխկապակցվածության ենթակառուցվածքում, էներգամատակարարման ցանցերում։ Ես եվրոպական կոալիցիայի երկրորդ հանդիպմանը նույնպես մասնակցեցի, Թմրանյութի ապօրինի վաճառքի դեմ, ընդգծում եմ եւս մեկ անգամ մեր առաջնորդների հանձնառությունը հավաքական ջանքերով պայքարելու Թմրանյութի ապօրինի վաճառքի եւ հարակից սպառնալիքների դեմ։ Ստեղծելով լայն համայնք, կարծում ենք, որ սա չափազանց կարևոր է, մեր կառավարությունները բախվում բազմաթիվ քաղաքական, սոցիալական, տնտեսական մարտահրավերների, ինչպես գիտեք, Իռլանդիան անհամբեր սպասում է հյուրընկալելու ԵՔ-ի հաջորդ գագաթնաժողովը Դուբլինում եւ մենք իսկապես շատ ուրախ ենք, որ էստաֆետը Հայաստանից վերցնում ենք եւ դուք իսկապես շատ արդյունավետորեն, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք կազմակերպական աշխատանքներ իրականացնել։ Բավականին բարձր է ձեր ստանդարտն այս պահին, կփորձենք համապատասխանել եւ կրկին ավարտելով։ Շնորհակալություն, հարգելի Նիկոլ, շնորհակալություն Անտոնիո եւ իհարկե շնորհակալ ենք համապատասխան աշխատանքային թիմերին, արժանավոր եւ շատ հաջողված գագաթնաժողովի կազմակերպման համար։ Կտեսնվենք Դուբլինում։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։